Մարտիրոսի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում, որտեղ առայժմ շարունակվում են դասերը, մինչև նոր շենք տեղափոխվելը։ Խաղացող երեխաների գնդակը պատամամբ ընկնում է մեր կողմ։ Ուսուցիչը մեկ զգույշ հարվածով հետ է ուղարկում այն, խուսափելով որևէ մեկին վնասելուց։ Մարտիրոսի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն եմ, Հակոբյան Թևոս։ Ես աշխատել եմ դպրոցում շուրջ արդեն 43 տարի, որից 7 տարին տնօրեն եմ աշխատել։ Վերջին ժամանակները եւ այդ տարիներին եղել եմ զինվիկ ֆիզկուլտուրա եմ պարապում, որովհետեւ իմ մասնագիտությունը ռազմագիտություն եւ ֆիզկուլտուրան է։ Դրա համար պարապում եմ ֆիզկուլտուրա։ Ցավոք, որ երեխաների թվականակը քիչ է, ֆիզկուլտուրա դասը աշակերտների թվականակը մեծ լինի, որ կարողանան լիարժեք դաս պարապել։ Մեր դպրոցը 77 թվի դպրոց է, 77 թվի դպրոց, որը ոչ մի անգամ չի վերանորոգվել, մենակ 11 թվին տանիքն են փոխել, 2000 թվին բարերարի կոսմետիկ թեթևակի վերանորոգում, էդի բարերարի արած գործնա եւ այդպես այս ռետինները, որ կան այսօր հատակում, սան շատ վտանգավոր են միջայլոց, վտանգավոր են եւ երեխեքի առողջության եւ մեր համար, որովհետեւ այդ փոշին շատ վտանգ է առաջացնում։ Սպասում ենք մեր նոր դպրոցին։ Հաջողություն լինի։ Այո, շուտով մեր նոր դպրոցում երևի կանցկացնենք ավելի լավ դասեր։ Ասպաստան։ Երեխաներ ջան, դուք ո՞ր դասարան եք։ 10։ Հավելյալ պարապմունքներ ունեք։ Ինչու։ Հիմնականում վայրկյանները տրանսպորտի միջոցները դուք չեք կազմում։ Չեք կարողանում գնալ։ Դպրոցում քանի աշակերտ է։ 10-րդ դասարանը միայն 5 հոգի է։ Այո։ Որևէ երազանքներ ունեք Մարտիրոս գյուղի հետ կապված։ Պիտի շենասենք։ Ինչ։ Ավելի զարգացնել, էլի, չեք մոռացվի։ Ինչպես։ Երևի ավելի մեծացնենք, որ ստարտենք ավելի։ Ինչու չեք կազմակերպում։ Եթե դպրոցից ուզեք մի դասարան չեն տրամադրի։ Եթե ցանկանաք, կարող եք կազմակերպել որևէ մեկի տանը, օրինակ ձեզնից մեկի տանը։ Այդպես էլ ամեն օր չի լինի։ Ամեն օր մի արեք, շաբաթը մեկ արեք։ Մասնակցում ենք խմբակի, գիրք ենք կարդում, Ընթերցանության սենյակ կար։ Դպրոցի որևէ երազանք միտք ունեք։ Կարող է հետագայում, բայց Այս բանը դեռ չեք մտածել։ Բայց որ ավարտեք, մնալու եք այստեղ, թե գնալու եք որևէ տեղ սովոր։ Ուսումից հետո պիտի տանք շենասենք։